Այս հաղորդմանը մենք կարող ենք նույնիսկ մեր տիպիկ օրինակը բերել մեր շփմանը մեր ծնողների հետ։ Իմ ծնողները ինձ համար իմ ինքնության վկայագիրն են ամբողջ աշխարհի առաջ։ Մինչև մեր կյանքի վերջ պարտական ենք մեր ծնողներին, բայց ոչ այն աստիճան, որ կոպիտ ասած դառնանք իրենց խաղալիքը։ Երեխան պետք է սովորի ինքնուրույն լինել իր շրջապատի մեջ, իր քայլերի մեջ, իր աշխարհայացքի, իր ընկալման։ Երբեք վատ բաները չեն մոռացվում։ Իհարկե։ Ծնողի կողմից կամ ընդհանրապես վատ բաները սովորեցնում են։ Երեխային պետք է ազատ թողնես իր մասնագիտության ընտրության հարցում։ Շատ ծնողներ նույնիսկ խառնվում են իրենց երեխաների անձնական կյանքի մեջ այն ժամանակ, երբ որ իրենց երեխան էլ երեխա չի։ Նրանք շատ հաճախ մի արտահայտություն են մեջ բերում, որ ես իմ զավակների համար ամեն ինչ արեցի։ Դուք ձեզ համար ամեն ինչ արեցիք, ոչ թե ձեր զավակների։ Հարգելի ծնողներ, երբ որ դուք ունենում եք երեխա, իմացեք, որ դուք չեք ունենում խամաճիկ կամ տիկնիկ ձեր ցանկությունները ի կատար ածելու համար։ Բարև Մարի։ Բարև Մանե։ Մենք կրկին հանդիպեցինք եւ մեր այսօրվա թեման ծնող եւ երեխա, սեր եւ վերահսկում։ Օրինակ դու ինչ ես կարծում այդ առումով։ Իրականում ծնող եւ երեխա հարաբերությունները դրանք թեև մարդու կյանքում, երեխայի կյանքում ամենակարևոր իրադարձությունն է եւ դա կարելի է ասել, որ մինչեւ քո կյանքի վերջ դու լինում ես քո ծնողի ուշադրության կենտրոնում, ապրում ես իր հետ, ինքը դառնում է քո կյանքի մի մասը։ Բայց վերահսկողության հետ կապված վերահսկողության տարբեր ձևեր կան։ Վերահսկողություն կա, որ չափի մեջ է, այսինքն դու քո ցանկությունները, դու քո երեխայի ամեն մի քայլը չես վերահսկում այն աստիճան, որ այդ վերահսկողությունը վերջում դառնա վեճ կամ նեղանալու ցանկացած ձևի պատճառ։ Իսկ վերահսկողություն կա, որ դու քո երեխային վստահում ես չափի մեջ, վերահսկում ես նորմալ, որովհետև վերահսկողություն եւ վստահություն դրանք իմ համար հավասարազոր բաներ են։ Եթե դու քո երեխային վերահսկում ես, բայց չափի մեջ, քո երեխայի համար, ընդհանրապես երեխայի համար դա ամենահետաքրքիր եւ հաճելի բաներից մեկն է, որ նա իր ծնողների կողմից չի մոռացվում եւ դա ստիպում է երեխային, որ մտածի, որ իր ծնողները ամեն ձևով անհանգստանում են իրենց համար։ Ես էլ եմ այդպես մտածում, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ ու պետքա չափի մեջ լինի։ Շատ ծնողներ կան, որ ահավոր կոնտրոլի տակ են պահում իրենց բալիկներին, թեկուզ արդեն չափահաս ինչ-որ 17-ից 18 դեռահաս այդ շրջանում շատ են կոնտրոլանում իրենց երեխաներին, ինձ թվում է դա շատ սխալ է, երբ որ չափի մեջ չի։ Ինձ թվում է դա սխալ է ու հետագայում հաստատ իր հետքը թողնելու է երեխայի կյանքում, երեխայի ձևավորման շրջանում իր հետքը թողնելու է ու երեխան էլ երբ մեծանա փորձելու է իր երեխաներին նույն ձև դաստիարակել, ինչը ըստիս ոչ մի դրական ու լավ կողմ չունի իմ կարծիքով։ Ու այդ ամեն ինչը հետագայում քո դաստիարակած երեխայի մեջ է անցնում ու տենց գնալով այդ ամեն ինչը շարունակվում է։ Ծնողները արդեն իրենց երեխայի գիտակցությանը հասցնում են երեխայի, որ պետքա այսպես վարվել երեխայի հետ։ Շատ ծնողներ կան, որ բռնություն են կատարում երեխայի հանդեպ։ Կա բռնության երկու տեսակ՝ ֆիզիկապես եւ հոգեպես։ Հոգեպեսը այն է, երբ ծնողները, այսպես ասած, մանիպուլյացիայի են ենթարկում երեխաներին, անընդհատ չես կարող, չի ստացվի կամ դու պիտի այսպես արես, որտեղ ես եմ այդպես ուզում։ Ինչ որ պետքեներ են այսպես շարում անընդհատ, իսկ ֆիզիկապես ինձ թվում է արդեն պարզ է, երբ ծեծում են երեխային, ապտակում են, ինչ որ շատ կոպիտ են վարվում երեխայի հետ։ Իրականում դու ճիշտ ես, երկու երևույթներն էլ դրանք շատ ցավոտ փաստեր են, որոնք որ աշխարհում շատ կան։
ու համել, որ դրանք երբեք չեն մոռացվում ու շատ երեխաներ, որոնք հետագայում դառնում են ծնողներ, շատերը կարան դրանք մոռանան եւ մտածեն, որ այն վերաբերմունքը, որը ես ստացել եմ իմ ծնողի կողմից, ես իմ երեխայի հանդեպ չեմ անի։ Իշա ծնողներ, այսպես ասած, նեղացած կյանքից ու ամեն ինչից կարող են նույնպես այդպես վարվել իրենց երեխաների հետ, որը հետագայում կարող է առաջացնել հոգեբանական շատ այլ խնդիրներ։ Շատ լուրջ խնդիրներ, համաձայն եմ շատ։ Եվ իրականում վստահ եմ, որ այս հաղորդմանը մենք կարող ենք նույնիսկ մեր տիպիկ օրինակը բերել մեր շփմանը մեր ծնողների հետ։ Ես ինքս ասեմ, իմ մաման, իմ ծնողը իմ հանդեպ շատ ուշադիր է, բայց ինձ այն հիվանդագին ուշադրությունը չի, որ ես դրա համար կարամ տուժեմ, կամ ես նեղանամ իրանից, ինքը իմ համար շատ իդեալական մամա է այն իմաստով, որ հիմա մենք խոսում ենք այսպեսի ցավոտ թեմայից, բայց գիտակցում ենք, որ ինչ լավ է, որ իմ ծնողը այսպեսին չի եւ մենք մեր ծնողին եւ ուրիշ այլ ծնողի համեմատելով իրար, մենք հասկանում ենք մեր ծնողների տարբերությունը եւ հասկանում ենք, թե ինչ տարբերություն կա իմ եւ ուրիշի ծնողի միջեւ։ Իմ մաման ինձ տալիս է շատ ուշադրություն, ինքը տեղեկ է լինում իմ ցանկացած քայլից, իմ ցանկացած որոշմանը, նույնիսկ օգնում է ինձ իմ ինչ-որ նպատակ իրականացնելու գործում, այլ ոչ թե դու չես կարա կամ ինչի տա պետք, եթե ես ինչ-որ մի բան ուզում եմ, ինքը միակ մարդն է, ով որ ինձ 100% աջակցում է, այլ ոչ թե դու սենց բան չպետի անես, դու պիտի գնաս ենթադրենք այստեղ, որտեվ ես եմ տենց ուզում, իմ ընտանիքում նման բան չկա։ Իմ ծնողը երբեք իմ հետ տենց չի եղել ու տենց չի լինի, որտեվ դա գալիս է հենց մարդու տեսակից։ Եվ իմ այս խոսքի բուն նպատակը այն էր, որ ես մեզ դիտող մարդկանց եւ հենց քեզ ասեմ, որ իմ եւ իմ ծնողի հարաբերությունները շատ առողջ են, նա ինձ որպես ընկերուհի է եւ նաեւ չի մոռանում իր ծնողական պարտականությունները, հետեւողականությունը եւ ինքը ինձ չի բերել լույս աշխարհ մենակ նրա համար, որ կատարվեն իր կողմից չկատարված ցանկությունները, բայց այս անգամ լրիվ այլ մարմնում, այլ մարդու մեջ, այսինքն այս դեպքում իմ ընտանիքում ինձ ընկալում են որպես անհատ եւ այսպես ասեմ, իմ ծնողները ինձ համար իմ ինքնության վկայագիրն են ամբողջ աշխարհի առաջ եւ ինձ թվում է բոլորի համար է այդպես։ Ես շատ ուրախ եմ, որ դու այդպես հարաբերություններ ունես քո մայրիկի հետ, ինչը շատ գովելի է։ Ես եւ մամաս միշտ ասում են, դու իմ ընկերուհին ես, ման տենց ոնց որ դու ասեցիր։ Ես շատ եմ ուրախանում, որ այդպես հարաբերությունները մինչև հիմա կան ու պետք է շարունակվեն։ Իմ ծնողներն էլ հետևողական են, բայց առողջ մտածելակերպով, ոչ թե հենց այդ կոնտրոլ անել, տենց բան գոյություն չունի մեր ընտանիքում այդ հասկացողությունը։ Իմ ծնողները ինձ տալիս են, նախ եւ առաջ շատ վստահում են, եւ ես փորձում եմ այդ չհիասթափեցնեմ նրանց եւ այդ վստահությունը ոնց որ չարաշահեմ։ Ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Հայրիկս օրինակ միշտ ասում է, որ մարդուն պետք է ազատ թողնես ու հերվից նայես մարդուն ու դու արդեն կհասկանաս ինքը ինչ ծևի մարդ է ու ինչ է ուզում աշխարհից։ Ես այդպես եմ առաջնորդվում։ Իրականում դա ամենակարևոր բաներից մեկն է, ընդհանրապես բոլորի ընտանիքում իմ համար պիտի նման առողջ մտածելակերպը տիրի, բայց ցավոք շատերի համար դա նորմալ չի, շատերի համար դա է հենց ճիշտ ծնող լինելը ու ճիշտ վերաբերմունքը դեպի իրենց երեխան։ Բայց եթե շատ խորանանք, իրոք ծնողի դերը երեխայի կյանքում շատ մեծ է եւ քո երեխան որպես ծնող իր երեխայի հանդեպ ոնց կլինի, դա գալիս է արդեն հենց իր ծնողից։ Ենթադրենք ինչ որ մի մարդ դառնում է ծնող,
բայց իր երեխային տալիս են վերաբերմունքը, որ նախկինում ստացել է իր ծնողի կողմից, լավ կամ վատ։ Երեխան ընդօրինակում է, երեխան սովորում է, ենթագիտակցորեն այդ ամեն ինչը ազդում է իր վրա, իր մարդկային տեսակին, եւ այդ ամեն ինչը կարող է շարունակվել հետագայում իր երեխաների վրա։ Այսինքն դու քո երեխայի հանդեպ պետք է շփվես շատ զգուշ, շատ ճիշտ, որովհետեւ այսպես ասած կարա ամեն ինչ պտտվի ու գա կպնի դեպի քեզ։ Համաձայն եմ, բայց տենց եմ մտածում, որ ինձ թվում է դրա հակառակն էլ կա, որ շատ ընտանիքներում, երբ որ ծնողները շատ վատ են վերաբերվում իրենց երեխային, երեխան բնազդաբար, եթե մտածում է, որ ես մեծանամ, այսպես ծնող չեմ լինելու հաստատ։ Ես իմ երեխային շատ սեր ու ջերմություն եմ տալու, եւ մեծանում է ու այդ սեր ու ջերմությունը տալիս է երեխային, բայց ինքը դա չի ստացել։ Ու գիտի, որ ծնողի կողմից անուշադրության մատնվելը ինչ ցավալի է եւ փորձում է իր երեխային զերծ պահել այդպես իրավիճակներից։ Դե հա, հիմնականում հենց դա է խնդիրը, որ երբ որ դու քո ծնողի կողմից լինում ես ոչ ուշադրության կենտրոնում, անում ես այնպիսի բաներ, որ կողքից քո շրջապատում որևէ մեկի ծնող եթե իմանար, որ տվյալ մարդը նման բան է անում, կարող է իր վրա ջղայնանալ, կարող է ենթադրենք ինչ-որ վատ բան անել, ոչ թե վատ բան անել, ծեծել, ջարդել, այլ ինչ-որ բանից ժամանակավորապես զրկել կամ ջղայնանալ, նկատողություն անել, դու ակամայից ենթադրում ես ու մտածում ես, որ ինչ լավ կլիներ, որ իմ ծնողն է թեկուզ ինձ ծեծեր, ենթադրենք կամ իմ հետ էլ էսպես վարվեր, ես իմանայի, որ ես ծնող ունեմ, ով որ իմ մասին մտածում է։ Իմ համար դա է, որ հիմնական խնդիրն է, ես ցանկանում եմ, որ շատ ծնողներ, ծնողը ամեն դեպքում մնում է ծնող, բայց ես չեմ ուզում, որ ծնողները, այդպիսի ծնողները իրենց երեխային դարձնեն խաղալիք, իրենց երազանքները ենթադրենք կատարելու համար կամ իրենց սեփական, չնայած մարդ պիտի ամեն դեպքում հենց իրեն առաջնայինը, իրեն առաջին տեղում դնի, առաջինը համարի, բայց երբ որ դու գիտես, որ դու ունես երեխա, դու քո երեխայի հանդեպ էլ ունես պարտավորվածություն ու քո երեխային ճիշտ դաստիարակելու, ճիշտ մեծացնելու պարտականություն։ Մենք միջև մեր կյանքի վերջ պարտական ենք մեր ծնողներին, բայց ոչ այն աստիճան, որ կոպիտ ասած դառնանք իրենց խաղալիքը։ Իհարկե։ Մենք անհատ մարդիկ ենք եւ ինչքան էլ որ մեր ծնողին շատ սիրենք, ծնողը մեր սրբությունը լինի, մենք ունենք մեր անձնական կյանքը, մենք ունենք մեր որոշումները, շատ ծնողներ նույնիսկ խառնվում են իրենց երեխաների անձնական կյանքի մեջ այն ժամանակ, երբ որ իրենց երեխան էլ երեխա չի։ Ենթադրենք 30 տարեկան է, 40-ը, 50-ը, ծնողներ կան, ովքեր որ մտածում են, որ դու ամեն դեպքում իմ երեխան ես ու ես միշտ պիտի քեզ կոնտրոլի տակ պահեմ։ Դա ամենասխալ բանն է։ Երբ որ դու գիտակցում ես, որ քո երեխան այլևս երեխա չի, արդեն հասուն մարդ է, սենց ասեմ, դու պիտի ուղղակի քո երեխային բաց թողնես ու ինքդ գիտակցես, որ քո երեխան այլևս երեխա չի, ունի իր անհատական ձևը եւ կյանքի ապրելու իր ուղին։ Մի բան էլ ասեմ, ինձ համար նաեւ չեմ ուզում ասել սխալ, բայց այսպես ինչ որ բան կա, որ նաեւ կա ծնողների տեսակ, որ չափազանց գեր ուշադիր են իրենց երեխաների հանդեպ, մանավանդ փոքր երեխաների, ինձ դա այդքան էլ դուր չի գալիս, երբ որ օրինակ մինչեւ 20 տարեկան դու քո երեխայի հանդեպ ահավոր ուշադիր ես, գեր ուշադիր։ Մի հատ փոքր երեխան ընկնում է, օրինակ, չգիտեմ, ոտքը ճղում է, վայ, վազում են, էս են անում, են անում։ Այսինքն երեխան ինքնուրույն չի լինում։ Ու հետագայում էլ է դա իր հետքը թողնում երեխայի վրա։ Եթե ինչ որ բան ես անում, վրազան, մամ, սենց բան ա եղել, պապ, ոնց անեմ։ Հա, հասկանում եմ, դա պետք է, բայց այդպիսի գեր ուշադրություն երեխայի հանդեպ, ըստ իս դա սխալ է։ Երեխան պետք է սովորի ինքնուրույն լինել իր շրջապատի մեջ, իր քայլերի մեջ, իր աշխարհայացքի, իր ընկալման, բայց ծնողները շատ հաճախ դա սխալ են համարում եւ փորձում են այդպես շատ գերուշադիր լինել երեխայի հանդեպ։ Հա, ես դրան մի քիչ այսպես սխալ եմ նայում, քիչ առաջ նշեցի, որ օրինակ տղա երեխան ընկնում է կամ աղջիկ երեխան կապ չունի, վազում են, արագես են անում, են անում, չեն թողնում երեխան ինքնուրույն կանգնի ոտքի։ Չգիտեմ,
դա ինձ համար սխալ է, պետք չէ այդպես շատ ուշադիր լինել երեխայի հանդեպ։ Պետք է չափի մեջ անել այդ ամենը։ Ման կներես, որ ընդհատում եմ, բայց հետաքրքիր բան եկավ մտքովս, որոշեցի քեզ ասեմ։ Իրականում հիմա եմ հասկանում, որ երբ որ փոքր ժամանակ ընկնում էի ու քիչ էր մնալու արդեն լացեի կամ հուզվեի, մտածում էի հեսա մամաս կգա, կօգնի ինձ, բայց իրականում իմ մաման ուշադիր նայում էր ինձ, որպեսզի ես կարողանամ ինքս մենակով կանգնել, քանի որ գիտես ինչ ամենափոքր բաները մարդու կյանքում հետագայում շատ կարևոր դեր են խաղում։ Եթե դու ընկար, լացելու ես, անցնի գնա, բայց դու վերջում կանգնելու ես։ Իսկ երբ որ դու ընկնում ես, լացում ես ու քո ծնողը միանգամից վայ երեխես, բան, գրկում, լացում, պանիկա անում, քո երեխան մեծանում է հոգեպես թույլ ու կյանքի հանդեպ հետագա փորձությունները շատ դժվար հաղթահարելի են դառնում ու դու մնում ես այդ դժվարության տակ։ Ինձ թվում է դու հասկացար ինչի նկատի ունեմ, որ կյանքում շատ կարևոր էտապներ գալիս են հենց փոքր ժամանակվանից, թե դու ինչպես ես մեծանում, որպես անհատ։ Համաձայն եմ քեզ հետ, այդ ձևավորման շրջանը շատ կարևոր է մարդու հետագա կյանքի հանդեպ, իսկ այդ ուշադրությունը դա կոչվում է այսպես գերխնամք, չափից դուրս։ Իրոք, այո, նույնիսկ այսպիսի օրինակ բերեմ, լինում են դեպքեր, երբ որ ծնողը իր երեխային, ենթադրենք, տանում է պարի, բայց իր երեխան ամենևին պարի չի ուզում գնալ, այլ ենթադրենք ուզում է գնալ օրինակ ինչ-որ սպորտի, ենթադրենք ուզում է գնալ վոլեյբոլ խաղալու, դառնալ վոլեյբոլիստ, բայց իր ծնողը իրան տանում է պարի։ Ու սա եւս մեկ այսպես ասած ազդակ է, որ երեխան չի մեծանում իր ցանկությունը ի կատարածելու համար, նա մեծանում է ծնողի երազանքները ցանկությունը կատարելու համար ու գիտես ինչ հիմնականում այդպիսի խնդիրը դառնում է հենց այն ծնողների մոտ, ովքեր որ փոքր ժամանակ են ենթարկվել այդպիսի բարդ եւ ոչ ճիշտ իրավիճակի իրենց ծնողների կողմից եւ դա է խնդիրը, որ հետագայում նրանք այդ ամեն ինչը նաեւ բարդում են իրենց երեխայի վրա ու եթե անկեղծ, եթե խորանանք նման բաներ իրոք երեխայի վրա ազդում է, ինչը նաեւ այդ ծնողի, ով որ իր երեխային չի թողնում, որ նա կատարի իր ցանկությունը։ Դա այս դեպքում հոգեբանական խնդիր է, երբ որ դու ուզում ես գնալ քո սիրած սպորտաձևին կամ գնալ այնպիսի ընտրել այնպիսի ենթադրենք մասնագիտություն կամ այնպիսի անենց հոբի, որ ինքդ ես ուզում, բայց դու գիտես, որ քո ծնողը քեզ դեմ է լինելու։ Ու ամենացավալին այն է, երբ որ շատ երեխաներ գիտեն, որ իրանց ծնողներ ժամանակին չի դարել կամ չի գնացել այն սպորտաձևը, որը հենց ինքն է ուզել ու շատ բարդ է գիտակցել, որ դու հասկանում ես, որ իմ ծնողի բաց թողումը, իմ ծնողը փորձում է, որ ես դա լրացնեմ։ Դա դառնում է իմ պարտավորվածությունը, ենթադրենք, շատ ծնողներ այդ ամեն ինչը նաև մանիպուլյատիվ ձևերով են անում։ Այսինքն ստիպողաբար, որը հետագայում ազդում է մարդու կյանքի վրա ու երեխան ինչքան էլ որ մեծանա, դառնա 60 տարեկան, ինքը շատ հաճախ վեճերում կամ ընդհանրապես իր ծնողին հիշացնելու է իր վատ քայլը դեպի իրեն։ Դա միշտ կա, գիտես ինչ երբեք վատ բաները չեն մոռացվում։ Իհարկե։ Ծնողի կողմից կամ ընդհանրապես վատ բաները սովորեցնում են։ Շատ ծնողներ ընդունում են իրենց երեխաների ընտրությունը, չեն խանգարում, այլ հակառակը նույնիսկ ավելին աջակցում են իրենց երեխաներին, իսկ ծնողներ կան, ովքեր որ իրենց կյանքի վաղ տառապանքը բարդում են իրենց երեխաների վրա, որը հետագայում առաջացնում է խնդիր։ Եվ մի բան էլ ասեմ, իրականում նաև կա այսպիսի խնդիր, դու լրիվ այլ մարդու ես սիրում, բայց քեզ տիպողաբար ամուսնացնում են ուրիշի հետ։ Հետագայում բաժանվում են, երկուսն էլ դառնում են դժբախտ։ Դա գալիս է ավելի շատ էգոիստությունից, որ ծնողը էգոիստ է ու երբ որ դու քո ծնողին ասում ես քո պատճառով կամ քո սխալ որոշման պատճառով ես հիմա դժբախտ եմ, քո ծնողն ասում է ես դա արել եմ քո երջանկության համար, բայց դա ընդհանրապես քեզ երջանկություն չի բերում, այլ հակառակը ինքը քեզ կործանում է ու ամեն անգամ երբ որ դու դա հիշում ես, դու դա ցավով ես հիշում ու դա համարում ես քո կյանքի ամենավատ էջերից մեկը։ Ես շատ համաձայն եմ քո հետ ու ցավալի է շատ, որ հիմա 21-րդ դարում այդ ստիպողականությունը դեռ կա։
Այսինքն դու պետք է ամուսնանաս այն մարդու հետ, ում որ ես եմ ընտրել։ Դա ամենասխալ իրավիճակն է։ Ցավալի է, որ հիմա կա այդ իրականությունը, չեն կարող փախչել դրանից, ցավոք։ Տես ամեն ինչ գալիս է այդ փոքրիկ երեխայից, որ ընկնում է, ձեռքը ճղում է, ամեն ինչ գալիս է եւ նրանից եւ ծնողից։ Ծնողի առողջ մտածելակերպից եւ երեխայի ճիշտ դիրքորոշումից։ Ես էլ եմ շատ ականատես եղել, երբ ստիպողաբար են ամուսնացնում, դա ինձ համար շատ սխալ է, ինչը հետեւաբար բերում է բաժանման, դա չի կարող սեր դառնալ, որ ասում են դե լավ մի քանի տարի այդ կապրենք, կհարմարվենք, մարդ ոնց կարան հարմարվեն իրար, եթե չեն սիրում իրար, իրանք իրար հանդեպ ինչ-որ ձգողություն չեն զգում։ Ամեն ինչ գալիս է ծնողից, ծնողի ճիշտ խոսքից, դիրքորոշումից, մտածելակերպից, եւ նաեւ խոսեցիր այդ երբ ծնողներ իրենց չստացված երազանքները փորձում են այնպես անել, որ իրենց երեխաները կատարեն, ես էլ եմ դրան սխալ նայում, երեխային պետք է ազատ թողնես իր մասնագիտության ընտրության հարցում, որ հետագայում նա կարողանա առավոտյան սիրով արթնանալ, ոչ թե ստիպված արթնանա, ստիպված շորերը հագնի, պայուսակը վերցնի ու ստիպված գնա աշխատանքի։ Նայ օրժվան եթե երեխան չի ուզում ինչ-որ տեղեր գնալ, բայց ծնողն է ուզում ու փորձում ընդունել օրինակ ինչ-որ խմբակների կամ սպորտաձևերի եւ այլն։ Դա արդեն ուրիշ խնդիր է, բայց երբ որ երեխան ունի իր ցանկությունը, բայց ծնողը չի ուզում դա արդեն լրիվ այլ խնդիր է, այլ իրավիճակ, եւ դա ամենացավոտ խնդիրներից է։ Ես հուսով եմ, որ շատերը նայելով մեր այս հաղորդումը իրենց մեջ կվերանայեն եւ կհասկանան կամ կգտնեն նմանություններ թե լավ թե վատ կողմերով։ Շատ ծնողներ կան, ովքեր երբ մեծանում են ու իրենց զավակներն են մեծանում արդեն 40-անց, շատ ծնողներ զարմանում են, թե ինչու իրենց երեխաները իրենց տանդուռը չեն բացում, կամ բացում են տարին մեկ անգամ, ամիսը մեկ անգամ։ Ես ուզում եմ ծնողներին ասել՝ մի զարմացեք։ Ու նրանք շատ հաճախ մի արտահայտություն են մեջ բերում, որ ես իմ զավակների համար ամեն ինչ արեցի։ Դուք ձեզ համար ամեն ինչ արեցիք, ոչ թե ձեր զավակների։ Ձեր զավակը հավատացեք, ձեր զավակը ստիպված գնաց ձեր երազանքների տեղը սովորեց։ Ու նման այլ հաղորդություններ, որոնք որ նա պարտավոր չէր անել, որպես անհատ։ Ուզում եմ այդ ծնողներին ասել՝ մի զարմացեք, որովհետև նրանց մանկությունը իրենց ուզածի պես չի անցել, եւ դուք, որ ասում եք ամեն ինչ արել եմ նրանց համար, դուք ձեզ համար եք ամեն ինչ արել, ոչ թե նրանց։ Ինձ թվում է այսքանով սահմանափակ ենք ու ինձ թվում է, որ այս մեր հաղորդումը ինչ-որ մեսիջ կլինի ծնողների համար, ովքեր մեզ կնայեն ու մի հատ իրենց կհամեմատեն, իրենց երեխաների աչքերով կնայեն ու կհասկանան ինչն է սխալ, ինչը ճիշտ։ Եվ իհարկե վերջում ուզում եմ խոսքս ուղղել այն ծնողներին, ովքեր որ հենց այդպես են իրենց երեխաներին վարվում։ Հարգելի ծնողներ, երբ որ դուք ունենում եք երեխա, իմացեք, որ դուք չեք ունենում խամաճիկ կամ տիկնիկ ձեր ցանկությունները ի կատար ածելու համար։ Ձեր երեխաները ծնվում են լրիվ այլ միսիայով եւ դրանք են պարտավոր ի կատար ածել։ Ձեր երեխաների վրա սահմանափակումներ մի դրեք, ձեր երեխաների վրա ձեր ցանկությունները մի բարդեք, մի դրեք եւ մանիպուլյատիվ ձևերով ձեր երեխային մի դրդեք, որպեսզի ձեր ցանկությունը կատարի։ Միգուցե ձեր ուզած ցանկությունը վաղը մյուս օր ձեր երեխային դժբախտացնի, թե ոչ։ Դե ինչ այսքանը կհանդիպենք մյուս անգամ, մյուս շաբաթ ավելի հետաքրքիր եւ ավելի խելացի հաղորդման շրջանակներում։ Հաջողություն։